Բելգրադի Կոմբան կանոնային պատրաստում են ընդունել ԵԱՀԿ նախարարների գագաթնաժողովը։ 57 անդամ երկրների հիմնականում բոլոր արտգործնախարարները լինելու են այստեղ։ Վաղ առավոտյան սպասվում է, որ նրանց ժամանումից հետո կսկսվի առաջին գլխավոր նիստը, որի ժամանակ սպասվում են արտգործնախարարների ելույթները։ Այս պայն հայտնի է, որ առաջինը խոսելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սպասվում է, որ այստեղ կլինի նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին։ Հենց այս երկու դիվանագետների ելույթներն էլ կազմելու են նախարարների կոմիտեի ընդհանուր ֆոնը։ Հակասությունների սրությունն աննախադեպ է սառը պատերազմից հետո։ Պատճառը Սիրիան է։ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը ահաբեկիչների դեմ պատերազմում ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն գալիս։ Իսկ թուրքական օդուժի կողմից ռուսական օդանավի խոցումը ել ավելի մեծ անդունդ է առաջացրել ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջև։ Բացի այդ, ԵԱՀԿ օրակարգի ամենաթեժ հարցերից է նաև կազմակերպության մոնիթորինգի շրջանակում գտնվող Ուկրաինան։ Այստեղ նույնպես կան անհաղթահարելի տարաձայնություններ։ Միաժամանակ ԵԱՀԿ մարտահրավերներին այս տարի ավելացել է Եվրոպայի համար չափազանց սուր խնդիր՝ ներգաղթյալների հոսք, որի անկառավարելիության վտանգը արդեն իսկ տագնապ է առաջացրել ամբողջ Եվրոպայում։ Անվտանգության խնդիրը հատկապես սրվել է Փարիզի ահաբեկչություններից հետո, երբ պարզ դարձավ, որ Եվրոպայում պայթյուններ ու հրաձգություն կազմակերպողներից առնվազն երկուսը Ֆրանսիա են հասել ներգաղթյալների անվան տակ։ Հակասությունների ֆոնին ԵԱՀԿ շրջանակում քննարկվող Ղարաբաղյան կարգավորման խնդիրը թերևս միակն է, որի շուրջ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը ունեն միևնույն դիրքորոշումը։ Այստեղ են լինելու Մինսկի խմբի համանախագահները, եզրափակիչ հայտարարության տեքստում էլ լինելու է առանձին անդրադարձ կարգավորման հեռանկարի վերաբերյալ։ Դեկտեմբերի 3-ին օրվա ընթացքում այստեղ սպասվում են ոչ միայն ելույթներ, այլև բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։ Հայաստանի արտգործնախարարը նույնպես հանդիպելու է բազմաթիվ գործընկերների հետ, թե կոնկրետ որ երկրների արտգործնախարարների հետ դեռ անհայտ է եւ անհայտ է շարունակում մնալ, թե արդյոք կկայանա Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Հայտնի է, որ Հայաստանի արտգործնախարարը այստեղ է ժամանելու արդեն այսօր երեկոյան։ Դավիթ Սարգսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական, Բելգրադ, Սերբիա։